Որքան ադրբեջանական կողմը կշտամբում է Հայաստանի իշխանություններին հանրությանը, պաշտոնական Երևանը կոշտ պատասխան տալու փոխարեն նաև դիվանագիտական մակարդակով փաղաքշում է Բաքվին։ Դիտարկմանը, որ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները չեն դադարում, Արարատ Միրզոյանը շարունակում է Բաքվի թելը թելել։ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են, դուք ասում եք, ես էլ կարող եմ ասել, Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում, հա? Համաձայն չեք, մենք մի րոպե առաջ խոսում էինք Ադրբեջանով Հայաստան մտնող բեռների մասին։ Կարող եք սա ապակառուցողական նկարագրել, կարծում եմ ոչ այդքան։ Հայ հանրությանը սակայն Ադրբեջանով եկող մի քանի փութ ցորեն գարիով չես կարող շեղել կարևոր խնդիրներից։ Հացահատիկային ու նմանատիպ դիվանագիտությունների հետ հանրությունը բազմաթիվ անգամ է առերեսվել։ Հայաստանի քաղաքացուն իր երկրից օկուպացված տարածքների վերադարձի հարցն է հետաքրքրում եւ ոչ թե երկիր մտնող ցորենն ու գարին։ Եվ սա այն դեպքում, երբ Ալիևը հայկականը թուրքական տեղանուններով է կոչում, որքանով է Ալիևի այդ խոսույթը տեղավորվում խաղաղության օրակարգի մեջ։ Չի տեղավորվում։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոքչա։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, հա, բանի մեջ խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, խոսենք կենտրոնական իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։ Ադրբեջանը սակայն իր երկրի ղեկավարի մակարդակով չի ասել, ինչ տարածքով ու սահմաններով է ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանը շարունակում է խառնվել Հայաստանի ներքին գործերին, բանակցություններում առաջ է քաշում Հայաստանի սահմանադրությունը փոխելու նախապայմանը։ Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ադրբեջանը ասում է, որ լավ, չեք կիսում այս մեր մոտեցումը, չեք համաձայն, շատ լավ, մենք էլ մեր կողմից չենք ստորագրում օրինակ բանը, դամ առաջ չենք գնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցն էլ հնչեցրեց թուրք լրագրողը, օգտագործելով Միջանցք բառը։ Միրզոյանը սակայն համաձայն չէր թուրք լրագրողի ձևակերպման հետ։ Կա այդ ենթակառուցվածքի պաշտոնական համաձայնեցված անուն, որի տակ կա վարչապետ Փաշինյանի ստորագրությունը, նախագահ Ալիևի ստորագրությունը, նախագահ Թրամփի ստորագրությունը, եւ այդ անունն է TRIP։ Մնացած ով ինչ սիրած անուն ունի իր մտքում կամ ով ինչ բան ա գրում, երևի կիրառելի չի մեր հանդեպ։ Հայ-թուրքական բանակցային գործընթացի առումով ըստ Միրզոյանի հետաքրքիր նրբերանգ կա։ Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությունը հայելային հակապատկերն է Ադրբեջանի։ Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, հա, առանձին հարցերի շուրջ։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր ա եղել եւ կա շատ շոշափելի։ Պրոբլեմն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան։ Պայմանավորվածություն կա ավելացնեն թռիչքները։ Հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի։ Ըստ Միրզոյանի երկու երկրների միջև բացը փակ սահմանն է եւ այդ բացը պետք է լրացնել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։